կկատար իր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Բարև ձեզ, առաջին լրատվականը շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում եւ նյուանսներն են։ Ընտրական կրքերը հանդարտվեցին, բայց սկսվեց հաջորդ փուլը հետ ընտրական կրքերը, որոնք գնալով թեժանում են եւ մենք տեսնում ենք, որ այսօր կառավարությունը տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հետ ընտրական ճեպազրույցը, որի ժամանակ հնչեցին մի շարք հայտարարություններ, աղմկահարույց հայտարարություններ, որոնք կքննարկենք հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան։ Վաղուց չէինք տեսել ձեզ մեր տեղավարում, շատ հաճելի է նորից տեսնել եւ այս կարևոր թեմայի շուրջ զրուցել։ Անդրադառնալով խորհրդանում անցած ընդդիմադիր ուժերին, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ծառուկյանի դաշինքին, Նիկոլ Փաշինյանը դրանք անվանեց ինչպես միշտ պատերազմի եռագլուխ կուսակցություններ ու հայտարարեց, որ ազնիվ կլիներ, եթե մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշարքի գաշահոտությունը տարածվելու է նաեւ ազգային ժողովում։ Եվ հանրությանը մի կարևոր հարց է հուզում, եթե այդ ընտրակաշարքի մասին հայտարարությունները մենք ականատես եղանք ամբողջ այդ ընթացքում տարբեր բացահայտումների, տարբեր նաև միջազգային պարբերականների, նաև մեր պատկան մարմինների համապատասխան գործողությունների։ Եթե այդ ամենը կար, ինչու դա չկանխվեց եւ այսօր մեզ նորից վախեցնում են նրանով, որ գարշահոտությունը տարածվելու է ազգային ժողովում։ Համաձայն չեմ այդ դրույթին, թե գարշահոտությունը կտարածվի, համենայն դեպս իրենք դեռևս գործող խորհրդարանում էլ կան, գոնե դրանց մի մասը, ինչու չի տարածվել մինչև հիմա, այսինքն ոչ տրամաբանական պնդում է եւ չարժե ոչ տրամաբանական պնդումները վերլուծել։ Եթե այնուամենայնիվ այս ուժերը չվերցնեն մանդատները, ինչ տեղի կունենա ձեզ։ Երևի թե մոտավորապես նույնը, ինչ տեղի ունեցավ 1996 թվականի բավականին վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, մանդատները թե վերցրել էին, բայց չէին գնում խորհրդարան նիստերին, դրանից հետո ընդամենը 1.5-2 տարի պետք եղավ, որպեսզի ներսում պետական հեղաշրջում տեղի ունենար եւ գործող նախագահը հեռանար պաշտոնից։ Իսկ ձեզ որքանով երկար կյանք կունենա այս խորհրդարանը, եթե վերցնեն մանդատները, ու կարող է արդյոք սա նոր քաղաքական ճգնաժամի ու հնարավոր նոր ցնցումների առիթ դառնալ, եթե մենք ունենք մի խորհրդարան, որտեղ ընդդիմությունը, ինչպես տեսնում ենք, պնդում են, որ պրոռուսական ուժերն են, այսինքն մենք ունենք ազգային ժողովում իշխանություն, որը չունի սահմանադրական մեծամասնություն այս պահին, եւ ըստ ձեզ դա լավ է թե վատ։ Ճիշտ ասած, ոչ թե 3 պրոռուսական ուժ կլինի խորհրդարանում, այլ 4։ Այսինքն գործող իշխանություն եւս պրոռուսական ուժ է։ Բնականաբար, գուցե ավելի վտանգավոր, որովհետեւ ծպտյալ պրոռուսական ուժ է։ Դա նույնն է, ինչ որ ասենք պատերազմի թեժ պահին երկրորդ համաշխարհայինի Օսվենցիմում կամ Բուխենվալդում ընտրություններ իրականացվեն, երբ որ դիկտատը ֆաշիստների ձեռքին էր։ Հիմա մենք ռուսական դիկտատի տակ ենք, փորձում ենք հնարավորինս ինչ-որ կերպ տեղավորել մեր անկախությունը, ինքնիշխանությունը, նույնիսկ ռուսական ուժերը փորձում են ինչ-որ չափով պահել, որտեղ իրենց էլ է ձեռնտու օլիգարխներին։ Հիշենք, որ առաջին սահմանադրությունը, որ Միացյալ Նահանգների սահմանադրությունից առաջ էլ գրված էր նույնիսկ, գրեցին հնդկահայ կապիտալիստները, մեծահարուստները, օլիգարխները, այսպես այսօրվա տերմինով ասած։ Այնպես որ մեծահարուստ լինել դեռևս չի նշանակում մինչև վերջ պետությանը դեմ լինել, սեփական պետություն ունենալը նրանց երևի ավելի է հետաքրքրում, եթե իհարկե նրանք իսկականից մեծահարուստներ են եւ ոչ թե հանցավոր ձևով կապիտալ ձեռք բերածներ, ինչը ամենայն հավանականությամբ այդպես էլ կա։ Նիկոլ Փաշինյանը ամբողջ նախընտրական շրջանում պնդում էր, որ մանդատ ստանալուց հետո հենց այդ անօրինական ձևով ստացած օլիգարխներին ունեզրկելու է, տարբեր քրեական գործեր է սկսվելու, ինչ զարգացումների սպասել։
8 տարի նա նույն բանն ասում է, ավելի քան 8 տարի, եթե դուք հիշում եք 2007 թվականին պարոն Պետրոս Մակյանի ժողովրդավարական հայրենիք եւ մեր պահպանողական կուսակցությունը, այն ժամանակ ես կուսակցական էի, կազմեցին դաշինք, այնտեղ տարալուծելով նաեւ Բաբկեն Արարքցյանի հիմնած հասարակական նախաձեռնությունը այլընտրանք եւ իմ հենց պահանջով առաջին տեղը ցուցակում պարոն Փաշինյանն էր, այսօրվա իմ վարչապետը, ես երկրորդը պարոն Մակյանը երրորդը։ Այն ժամանակ էլ ինքս զորբայությամբ ես ասել եմ, որ իմպիչմենտի մեջ չմցնեք, բայց ինչ-որ իմպիչմենտի անունից այլընտրանքն իր կարգախոսը բերեց ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը։ Այսինքն դա 20 տարվա պատմություն ունի եւ ոչ թե 8 տարվա պատմություն ունի եւ ինչպես տեսնում եք 20 տարում որևէ կերպ չի հաղթահարվել, ես վստահ եմ, որ առաջիկա 2 տարիներին էլ չի հաղթահարվելու։ Այդ ոչ դոդացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը։ Եվ ընդհանրապես ինչու ոչերով առաջնորդվենք, այո, ինչին, այոյով է երևի պետք գնալ։ Ինչին այո ասենք, օրինակ հասարակության շրջանում կա հստակ պահանջ այո կառուցողական ընդդիմությանը։ Այո կառուցողական ընդդիմությանը, այո ոչ գավառական իշխանությանը, այո Հայաստանի վերահայացմանը, այո Հայաստանի ապասովետականացմանը, որը շատ կարևոր բան է, ապախորհրդայնացմանը։ Ես տեսեք դուք երեք ասացիք, ես էլ անհամեստորեն ասացի, որ ոչ 4 ուժերն էլ պրոռուսական են, ֆունդամենտալ որևէ բան արմատական չեն դրել նաև իշխանությունները, օրինակ ասենք սովետական ժողովրդական արտիստ, չգիտեմ, վաստակավոր դերասան, ազգային հերոս, որոնք սովետական միությունից մնացած ատավիզմներ են, դրանք չեն վերացվել եւ չեն վերացվելու։ Ղզիկի նման իհարկե այդպիսի թեզ նետեցին 2-3 տարի առաջ հրապարակ, բայց վախեցան ու հետ քաշվեցին, որովհետեւ իրենց հայրիկը Պուտինը այնտեղից մատ-թափ կտար վրաները։ Կամ ասենք այլևս երկու բանի համար, որ պիտանի էր ժամանակին, հիմա միարժեքորեն անպիտան դարձած եւ գիտության լեզու որպես եւ որպես ազգամիչյան հաղորդակցման լեզու ռուսերենը դեռևս նստած է մեր միջնակարգ դպրոցներում եւ բարձրագույն դպրոցում, որի վրա պետությունը գումարներ է ծախսում, թող ապա ռուսականացնեն, ապա խորհրդայնացնեն չեն անելու։ Ընդամենը հոխորտալն են, սա թատրոն է, որ բեմականացնում են, ինչպես օրինակ ասենք Պարոն Սամվել Կարապետյանի հետ այդ բեմականացում իբրև թե թշնամիներ են իրար, իբրև թե մեր ձևով ասելու համար կարելի էր բանտարկել։ Նիկոլն էլ իր շրջապատն էլ կարծում եմ այնքան խելք ունեն, որ մեր ձևով ասելու համար մարդուն չէին բռնել, կալանավոր էին։ Այստեղ ուրիշ հարցեր կան։ Ինչ հարցեր ես դες։ Գիտեք, Ռուսաստանը, որը գտնվում է այսօր շատ ծանր վիճակում, եւ եթե հանկարծ Հայաստանից ոտքը կտրի, ինքը կկորցնի ոչ միայն հարավային Կովկասը, այլ նաեւ հյուսիսային Կովկասն ու Նախակովկասը, դրա համար ոտատեղ է պետք, իսկ դա անկալվում է Հայաստանը, որտեղ միայն այստեղ կա ռուսական զինված ուժեր կան, X պահին գուցե եւ հայկական ազգային կապիտալը, որ Ռուսաստանում չգիտեմ հանցավոր կամ ոչ հանցավոր ճանապարհով կուտակվել է, այստեղ մի քանի միլիարդատերեր կան, չէ, Ռուսաստանում հայ ազգի։ Դրանցից այդ երկուսն ազգային դիմագիծ ունեին։ Մեկը Բաքվի բանտում է, մեկն էստեղ է կալանքի տակ կամ ստորագրությամբ դուրս տողնված, բայց հետաքննության տակ։ Պետք է ունեզրկել, դա Պուտինի խոսույթն է, Պուտինի ծրագիրն է, որ այսօր իշխանությունն այստեղ իրականացնում է ունեզրկել Սամվել Կարապետյանին։ Սամվել Կարապետյանն էլ հասկանում է, որ եթե այստեղ լինի, գուցե Պուտինի երախից ինչ որ բան փրկելու շանսը հենց Հայաստանում լինելն է, թեկուզ եւ կալանքի տակ մնալով։ Այսինքն խաղ են խաղում եւ հանդիսատեսը մենք ենք, ժողովուրդը, որը սցենարին ծանոթ չէ, բայց սցենար գրողները լավ էլ գիտեն ինչ են անում Հայաստանի հետ։ Մեզ պետք է պարզապես գլխիվայր շրջել մեր արժեքային դավանանքը, որն այսօր գործում է Հայաստանում, եւ մտցնել այն արժեքները, որոնք մարդ արարածին ընդհանրապես հատուկ են, օրինակ անկեղծություն, ազնվություն,
այդ հոխորտանքը այո քաղաքական գործիչներին պետք է հոխորտանք, բայց հոխորտանք դրսի համար, դրսի լսարանի համար, ոչ սեփական ծեծված, տանջված ժողովրդի դեմ, ովքեր են Համուսահյանի ասած իսկականից քարից հաց քամելով ապրում են այս ժայռերին կապած։ Իսկ մյուսների համար տեսանք Հայաստանը ոչ թե հայրենիք, այլ ցածկահարթակ է, տուրիստական, ընդամենը միջին տրանզիտային միջանապարհ, որտեղ կարող են գալ, իմ ու ձեր երեխաների ճակատագիրը որոշել ու գնալ, պատասխանատվությունը թողնելով մեզ վրա։ Իրենց բրդացը մենք պիտի խրթենք։ Դրա համար կեղծիք է, սահմանադրության մասին են գլխից էին խոսում, չէ՞, փոփոխությունների մասին։ Ես հիշում եմ, երբ պարոն Քոչարյանը առաջին անգամ փորձեց սահմանադրության մեջ Էդիկ Եգորյանի լուսահոգի Էդիկ Եգորյանի հեղինակած 95 թվականի սահմանադրության մեջ խցկել երկքաղաքացիության դրույթը, անձամբ ես եմ ընկել 7-8 կուսակցություններից, հիմա չեմ հիշում 7 կամ 8 էին, հավաքել ստորագրություններ, որոնք այդ դրույթին դեմ էին։ Հիմա խրթում ենք դա, չէ՞։ Վաղնել ենք խրթելու, գիտեք ինչն ենք խրթելու, ասում են արևմուտք են գնում։ Արևմտյան արժե համակարգի անկյունակարերից մեկը, չեմ ասում գլխավորը, բայց անկյունակարերից մեկը սա է, օրինակ ԱՄՆ-ում չծնված որևէ մեկը չի կարող ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնել։ Մենք էլ կարող ենք այդպիսի դրույթ ունենալ, չէ՞, եւ շատ բազում փորձություններից, սպասվող փորձություններից Հայաստանն ազատել գոնե առաջիկա տասնամյակների համար։ Ասենք, որ Հայաստանում չծնված որևէ մեկը իրավունք չունի հավակնելու երկրի առաջին, երկրորդ, երրորդ դեմք լինելուն, անվտանգության խորհրդի անդամ լինելուն, ազգային ժողովի падգամավոր լինելուն, թեկուզ մենք մեզանից ավելի մեծ սփյուռք ունենք, նրանց ներուժը խելամիտ օգտագործել հնարավոր է մի բան, որ ոչ նախկին իշխանությունները, որ այսօրվա իշխանությունները չեն արել։ Ինչու՞, որովհետև դերասան են, ձևեր են թափում։ Իսկ մեր ժողովուրդն էլ հավատավոր ժողովուրդ է, նա իմ ասում է հայելի դե, ճիշտ են ասում, ես դերասանությունը չտեսանք ես 18-19 կուսակցություն։ Խեղճ Դավիթ Սանասարյանն ընկած բոլորի հետ հանդիպես, թե եկեք, միևնույն է փոշեց սրիվ է լինելու, եկեք միանանք, ես էլ կարդացել եմ նրա հայտարարությունը, ես էլ վերջինը լինեմ այդտեղ, բայց եկեք միասնական ճակատով հանդես գանք։ Ինչ միացան ասած կուսակցությունները, ամեն անգամ մենք նույն խնդիրը ունենք, եւ մնացած բոլոր կուսակցությունները, եթե միասնական տեխնոլոգիայով թեկուզ հանդես գային, ապա այդ փոշացող ձայները զգալի տոկոս կարող են, մենք ունենենք այդ ուժը։ Ինչու չունեցանք մենք այսքան տարիների ընթացքում միավորված կուսակցություն։ Եվ երկրորդ հարցը, որտեղից երաշխիք մենք գիտենք, որ ընտրություններից հետո որպես կանոն դաշինքները, որոնք ընդքվում են ընտրություններից առաջ, հետագայում եթե չկա ընդհանուր գաղափարային հենք, ապա շատ արագ փլուզվում են, ամեն մեկը իր շահն է առաջ տանում, որտեղ չկա մի հենք, արհեստականորեն միացել են։ Այս երկուսի միջև որն էր բալանսը լինելու։ Շատ ճիշտ եք ասում։ Կարծեմ թե էլի ձեզ հետ միասին էր նախորդ ընտրություններից առաջ նախորյակին, երբ դեռ հնարավոր էր ինչ-որ բան անել, ես նույն տիպի հայտարարությամբ նաև անուններ տալով, խնդրելով Արամ Սարգսյանին, Արման Բաբաջանյանին, Շանթ Հարությունյանին, հա, նրանց ում ես կարծում եմ, որ լուրջ քաղաքական մտածողություն ունեն եւ կարող էին դերակատարում ունենալ։ Նրանց խնդրելով, որ եկեք ես կլինեմ ամենավերջինը եւ թող չանցնեմ խորհրդարան։ Չեղավ, դուք ճիշտ եք ասում, մշտապես այդպես է եղել։ Ավելին ասեմ, դրանք խորհրդարան մտնելուց հետո ոչ միայն դաշինքներն են քայքայվել, այլ հենց կուսակցությունները։ Ես հիշում եմ ժամանակին Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն քանի անդամ ուներ, այդքան մասի քանի հոգով անցել են խորհրդարան, այդքան կեսի բաժանվեց։ Պաուլ Հայրիկյանի ԱԻՄ-ը քանի հոգով անցել են, այդքան մասերի բաժանվեց։ Իշխանությունը միշտ էլ լծակներ ունի խաղալու մարդկային գայթակղվող թուլության վրա եւ մարդիկ շլանում են, ավելին չեմ երելիտ անգամ մեր ժողովուրդը, շլանում են դոլարի ծայրը տեսնելով, շլանում են իշխանության փորձությանը չդիմագրավելով, հիշենք հենց այդ նույն հացի եւ իշխանության փորձությանը նաեւ Հիսուս Քրիստոսն անապատում ենթարկվեց։ Նրանց որ սրանք քրիստոնյա չեն, թեկուս եկեղեցու համար իրար հետ կռիվ էին անում, չէ՞։ Հետո մի հատ էլ ձեր հարցը կապ չունեցող էլի ուր կորան այդ պատարագապաշտ իշխանավորները, որ ամեն կիրակի գնում այնտեղ կռիվ էին սարքում եկեղեցիներում, ինչու էլ պատարակների չեն գնում, նույն բանը չեն անում։
որովհետև կեղծ են, դարձյալ որովհետև բոլորը դիմակավորված դերասաններ են։ Դերասանը շատ լավ բան է, երբ բեմի վրա ինչպես Թումանյանն էր ասում, բայց երբ կյանքում եմ, դա գրեհիկ է, դա զզվելի է, նողկալի է, եւ դարձյալ ինչպես Թումանյանն էր ասում, վերջապես զզվում ենք դրանից։ Հիմա մենք ասել ենք այդ կոնդիցիային, զզվում ենք, ինչքան կարելի է այդպես սրտխառնոցով ապրել հայրենիքում։ Մենք եկել ենք մի շատ վտանգավոր կետին, երբ քաղաքական զգայարաններում, այսպեսի ամենագերակայող զզվանքն է։ Սա շատ վտանգավոր է, ինչ որ առումով, որովհետև երբ դու սիրում ես, ատում ես կամ թեկուզ անտարբեր ես, դու կարողանում ես դրան դիմակայել, բայց երբ դու զզվում ես, դա իրացիոնալ է, որովհետև ընդհանուր խաղաղասեր ես տեսնում, դու զզվում ես ու չես ուզում անգամ որևէ առնչություն ունենալ։ Սա բերում է քաղաքական ապաթիայի, որը ամենավտանգավոր բաներից է հասարակությունների համար։ Այ քաղաքական զզվանքը իրացիոնալ է դարձել ու շատերը կարող է թեկուզ կամ իշխանությունից, կամ ընդդիմությունից շատ ռացիոնալ, շատ կառուցողական բան ասեն, բայց այդ զզվանքը թույլ չի տալիս, որպեսզի մենք կարողանանք այդ հատիկը տեսնել ռացիոնալիզմի կամ լավն ու վատը։ Շատ քիչ բան երևի կկարողանամ ավելացնել, չեմ էլ կարողանամ, ընդհանրապես կկարողանամ հիմնավորել այդ իրացիոնալիզմը ինձ վերագրելով։ Անցյալ ընտրություններին թեև ես գլխավորում էի, այսպես կոչված մի հատ դաշինքի ցուցակ, հա, որի անունը դրել էի Ազատ հայրենիք։ Չգնացի ընտրություններին, այս անգամ էլ չեմ գնացել։ Ձեր ասած այդ հոգեբանական շղթայը գալիս է օտարումը, մենք օտարված ենք։ Հիմա ես ինձ զգում եմ որպես ներքին էմիգրանտ։ Ես էմիգրացիայում եմ, ոչինչ իմը չէ, իմ ժողովուրդը նույնիսկ չէ, որը նժդեհուն էր իր պատկերացումների մեջ, որը Վանտերյանի բանաստեղծություններով էր ապրում, որը իր երաժշտությունն ուներ, որն իր տեսլականն ուներ, կարծեք նույնիսկ դա ինչ է, չեմ ասում, որ այս պսևդո էլիտաները իմը չեն, ինձ նման է շատերը կան, բայց ինձ երբ հարցրել են մերձավոր ազգականներս, թե ում կարելի է ձայն տալ, ես ասել եմ, եթե ինձ եք հարցնում, ապա իմ տեսակից որտեղ որ կա, իսկ իմ տեսակից մի հատ կար Ազատ Արշակյանը Արման Բաբաջանյանի ցուցակում եւ Շանթ Հարությունյանի որդին, չգիտեմ, միասնության թևեր կարծեմ, այդ ցուցակում կար, որովհետեւ յուրաքանչյուրն իր տեսակին նմանը նմանին պիտի գտնի։ Ես հիշում եմ մեր Գերագույն խորհրդի առաջին կազմը, որտեղ Պարոն Հայրիկյան կար, Աշոտ Նավասարդյան, Ազատ Արշակյան, Ալեքսանդր Մանուչարյան, Խաչիկ Սաֆարյան, հələ տեսեք ինչքան նախկին հակախորհրդային այդ ճամբարների միջով անցած հակախորհրդային կերպարներ կային, որոնք կարող էին գույն հաղորդել, այդ գույնը մեռնում է Հայաստանում։ Իսկ եթե դիմադրության ոգին մեռնում է մի ժողովրդի մեջ, որոնք տրված են այսպես ճամպրուկային, կարող են գալ, քվեարկել ու վերադառնալ, իսկ առաջ գիտեք ինչ էին անում, 1 տարի առաջ էլ եմ հենց ձեր ստուդիայում ասել, առաջ երբ որ կամրջաշինարարը կամուրջ էր սարքում, նրան իր զավակների հետ նստեցնում էին կամրջի տակ, նոր փորձարկում էին, ծանր սայլերը վրայից անցնում էին, եւ այդ կամրջաշինարարը քանի որ գիտեր, այդպիսի փորձության է գնալու, նա մանրակրկիտ, բծախնդրորեն էր վարվում շինարարության ժամանակ։ Հիմա եկել մեզ նստացրել են ինձ, ձեզ, հա, ովքեր ապրում ենք Հայաստանում եւ չենք էլ պատրաստվում լքել Հայաստանը, մեզ նստեցրել են կամրջի տակ եւ ուզում են թքած կպցրած մի հատ կամուրջ սարքեն մեզ համար, որ որևէ Ալիևի ասած այդ մեքենաներով մենք Երևան կգնանք, հա, նույնիսկ այդ մեքենաների, սովորական մեքենաների ծանրությանը չի դիմանալու, էլ ուժ մնաց տանկերի ծանրությանը դիմանա։ Մեզ պետք չէ օտարել մեր ժողովրդից, մեր հայրենիքից, իսկ մենք օտարվում ենք ձեր ասած իրացիոնալության մեջ, որպես մեղք ընդունում եմ, որ ես էլ եմ գտնվում։ Դուք նշեցիք անուններ, որոնք հայտնի հակախորհրդային գործիչներ են եղել, որոնք ազատական, անկախական են եղել, բայց այսօր մենք ունենք մի իրականություն, երբ պետք է լինի քաղաքական սերնդափոխություն պետք է տեղ ունենա։ Մյուս կողմից ունենք հարցումներ, համաձայն որի երիտասարդության միստվար զանգվածը վտանգ չի տեսնում Ռուսաստանի մեջ։ Նրանք կամ նոստալգիկ, կամ ֆիլմերի ազդեցության տակ, սլովը պացանա, կամ չգիտեմ, ինչ-որ նման մի բաների տակ, նրանք չեն տեսնում այդ վտանգը խորհրդացման, չեն պատկերացնում Ռուսաստանի ազդեցությունը, Ռուսաստանի այդ
սպրուտի նման, որ կարող է ուղավորվել, որտեղ երբ խոսում ենք, որ Ռուսաստանը վտանգավոր է, շատ քչերն են պատկերացնում դրա մետաստազները Հայաստանի բոլոր համակարգերում։ Ու մենք այստեղ ունենք խնդիր, երիտասարդները, որոնք հարցումների համաձայն շատ զգալի տոկոս չի տեսնում վտանգ Ռուսաստանից։ Բարեբախտաբար ես երիտասարդության հետ եմ աշխատում, իմ ուսանողները հենց 17-19 տարեկան տանիներ ու պարմանուհիներ են, մի քիչ այլ կարծիք ունեմ իրենց մասին, ուրիշ բան, որ ես ասում եմ Արթուր Մեշյան, պատկերացնում եք սովետական միությունում առաջին ռոք խումբը, ասում եմ Ռուբեն Հախվերդյան, կամ ասում եմ երեխեք տեսել եք, մենք ենք մեր սարերը հայ կինեմատոգրաֆի գագաթը, չեն տեսել, չգիտեն, Վոլտերը ասած տաբուլա ռասը, իրենք փչացած չեն, նրանց վրա ամեն ինչ կարելի է գրել, համամիտ չեմ, թե իրենք փչացած են եւ վտանգ չեն տեսնում։ Ես չեմ ասում փչացած են, ես ասում եմ, որ նրանց մոտ չկա այդ էքզիստենցիալ վտանգի զգացողությունը, որը գալիս է, որը ունի մեր սերունդը։ Մեր սերունդը քանի որ դա տեսել է, մենք հաշալի գիտենք, իսկ իրանք չունեն, իրանք չեն տեսել, չեն պատկերացնում։ Գուցե այդ ներքին ուժից է գալիս, որ չեն պատկերացնում այլևս Ռուսաստանն է, գուցե հիվանդը մենք ենք, որ սրված ենք անցալու։ Չի բացառվում իդեպ, չի բացառվում։ Այո, իհարկե մենք որոշակի մեր սերունդը, որոշակի իմ սերունդը, որոշակի այդ հիվանդությունն ունի, էլի Հրանտ Մաթևոսյանի մենք ենք մեր սարից բերեմ, որ տանում են ոչխարը քաղաք, ճանապարհին նստած են, ասում է այն թեկուս չի տեսնում այս շունը, եկել խառնվել է հոտին, չի տեսնում, աշկերը լավ չեն տեսնում, լավ էլ չի լսում, հոտառությունն էլ են չի, բայց գելի գալն առաջինն ինքն է զգում, տեսնես ոնց է զգում այդ գելի գալը։ Այն սերնդի առաքելությունը թերևս։ Հիմա մենք զգում ենք գելի գալը։ Այո։ Գուցե մեր առավելությունը հենց դա է, որ կոչնակը հնչեցնենք, ասենք դուք լավն եք, լավ եք անում, որ ռուսից չեք վախենում, բայց գելը գալիս է, որ ինքը վտանգավոր է։ Իհարկե բարեկամություն արա, բայց փայտը ձեռքը պահելով։ Ադրբեջանցու հետ էլ հարևանություն արա, բայց փայտը ձեռքը պահելով։ Իսկ մենք մեր բոլոր փայտերը, որ նույնիսկ նախամարտն ուներ, մի կողմ ենք դրել եւ որպես անեծք, որպես լորձունք մեր ժողովրդի հոգեբանության վրա կախել ենք Նիկոլի Արարած այդ գրեգ բեմականացման, թեկուզ գեղեցիկ էր ինչ-որ առումով սիմվոլը, հա, բաց ձեռքերով հանձնվելն ենք սարքել մեզ համար էթնոհոգեբանություն արդեն կարծրանում է մեր խորքում մեր խնդիրներն է, որ ասենք չէ, այլևս չհավատակ ձեռքերը բաց չլինեն երբեք ոչ մեկի հանդեպ ձեռք չբարձրացնեք եթե մեռնել, ապա ոտքի վրա, ապա քաջաբար իսկ հերոսն ուրիշ բան է որ Նիկոլասյանց բռերով հերոս էր տալիս, հետո այդ նույն հերոսներին մտցնում էր բամպերը։ Հիմա որն է, մի քիչ հղի չեն լինում, էլի կամ ովա ինչան էր Գասպարյանի ասացի նման ու պատգամավորեց թե գողական, իմի դուք որն եք, էլի, հենց այդքան եկու որ սխառնած չի կարելի, էլի, մի քիչ գույն է պետք ունենալ, էլի, ազնվություն։ Ընտրություններից հետո շատ մեծ թափով հատկապես համացանցում, սոցիալական հարթակներում հնչում էին զարմանք, զայրույթ անեծքներ առ գյուղամերձ ու հատկապես նույն բաղանի սահմանամերձ բնակիչների ուղղությամբ, ըստ ձեզ ինչով էր պայմանավորված նրանց ընտրությունը։ Մի մասը ասում էր, որ դուք չեք աշխատել այդ մարդկանց հետ, մյուս մասն ասում էր, որ դուք չեք առաջարկում։ Նիկոլ Փաշինյանը հստակ առաջարկում է, որ մարդուն, որը տեսնում է ադրբեջանցու տունը դիմացից, իր պատուհանից, ասում է, որ գիտես, մենք իրենց հետ բարեշելու ենք, հաշտվելու ենք, գնալ-գալ լինելու, ապահովելու եմ։ Ընդդիմությունը ասում է, գիտեք, ես կգամ իշխանության, այ հետո կտեսնենք ինչ կլինի։ Ու հողին կպած ռացիոնալ մարդը ասում է, չէ, բայց ոնց որ այս տարբերակը ավելի հստակ է։ Չեմ վստահում, որ չափազանց անկեղծ ազնիվ ընտրություններ են մանավանդ սահմանամերձ եւ սահմանազատված տարածքներում կատարվել եւ այդ տեխնոլոգիաների մեջ մտնել չի ուզենա, ընդհանրապես կուզենայի դրա հոգեբանական ակունքը հասկանալ։ Էլ մեր Վահան Տերյանին ցիտեմ, հա, ասում է ձեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում, սիրտը նրա շշնջում էր անիծիր։ Այդ դրա համար է սոցիալական, երբ այլընտրանք չունես այդ սոցիալական տարածքում, հանրային տրանսպորտում, բոլոր տեղերում միայն անեծքն է։ Եվ այսպես ատոմիզացված, ես կարծում եի, որ
Սերժ Սարգսյանի օրոք ամենաուժեղ բաժանումն է եղել անդունդը ժողովրդի եւ պետության, բայց հիմա տեսնում եմ, որ չէ, Նիկոլն ավելի մեծ աղետ բերեց, երբ որ հենց ժողովրդի մեջ ատոմիզացվեց, մեկը մյուսին սկսեցին ատել։ Երբ որ կգա ժամանակը, Աստված տա, որ չգա այդպիսի ժամանակ, ինչպես էլի Վաղանտերյանը մի հրապարակման մեջ ասում է դուք կգնաք այնտեղ խոսքը իշխանավորների կամ մենակ իշխանավորների չէ, էլի քաղաքական էլիտայի մասին ընդհանրապես։ Դուք կգնաք այնտեղ, որտեղ ձեր ворկորը կուշտ է եւ դարձյալ ձեր արածի ամբողջ պատասխանատվությունը կգցեք ձեր ժողովրդի վրա, որին իբրև թե հիմա այդքան սիրում եք։ Դրա համար պետք է ամեն մեկս մեր առաքելության մեջ լինենք։ Ես այդ պարաված շան նման կամ Ազատը, հա, կամ մյուսները, որոնք պիտի անընդհատ կոչնակը հնչեցնեն, երիտասարդները պիտի ասեն, այո, ինչ Ռուսաստան, Ռուսաստանը կարող է թողիշ դու ապսեն ու Սանկտ Պետերբուրգը պաշտպանի, թող հələ մի փախ լինի այստեղից, հա, երիտասարդը դա պիտի ասի, մենք պիտի փորձենք սա բալանսավորել, կամ հիմա այս արևմուտք բան, մենք ասում ենք, գիտեք, կարող եք, հետևեք, հա, խնդրեմ, վերջին 2 տարվա ընթացքում Եվրոնյուզի 1 օրվա գոնե հաղորդում, որտեղ Ադրբեջան բառը ասված չլինի, Ադրբեջանը չգովազդվի։ Նայենք մենք Ֆրանսիան, ասենք, մեր ամենասիրելին, առավել եւս Մակրոնի շնորհիվ ամենասիրելին։ Ֆրանսիան ամեն տարի Ադրբեջանի հետ այդ պայմանավորվածություններում որքան ներդրումներ է կատարել, այդ ներդրումներն աճի միտում ունեն, թե նվազման միտում ունեն։ Չի կարելի մի ծայրահեղությունից ընկնել մի ծայրահեղության մեջ։ Ստրուկն ամենտեղ է ստրուկ։ Այդ ստրուկի հոգեբանությունը, երբ որ ռուս տիրոջից հրաժարվում են, ուզում են արևմտյան տեր ունենալ։ Իսկ մենք կարող ենք ինքներս մեզ տեր զգալ, մեր երկրի տեր եւ զավակ զգալ։ Լրիվ ուրիշ դարձյալ արժեքների դաշտից է։ Իսկ դրա խթանողը, դրա սերմանողը ով պիտի լինի երևի մտավորականը, լրատվամիջոցները պիտի լինեն, բայց տեսնում եմ ինչ ցածր մակարդակ է, էլի ուղղակի սրտխառնոց է դարձյալ առաջացնում լրագրողների տված հարցերին հետևելը։ Նրանք միմյանց արժանի են, մեր քաղաքական էլիտան եւ մեր լրագրողները, որովհետեւ որևէ մեկը իր տեղում չէ, կամ գոնե մեծագույն մասն իր տեղում չէ։ Դա ունի նաև իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, նույն լրագրության վերաբերյալ, երբ դուք նշեցիք, որովհետեւ երկար ժամանակ լրատվամիջոցները նաև ունեին ֆինանսական խնդիր, ու այս նոր օրինագիծը, որը քննարկվում էր նախընտրական օրերին, որ յուրաքանչյուր հարկատու իր հայտարարագրերը նշելիս կարող է որոշել, թե որ լրատվամիջոցին է տալիս իր հարկերի մի մասը։ Արդյոք սա կլուծի այդ լրատվական դաշտի զտման խնդիրը, երբ լրատվամիջոցները ստիպված չեն լինի որևէ անձանց կամ կազմակերպություններից կախված լինել։ Այն տեսեք ֆրագմենտալ վերցրեցիք, շատ խելացի գաղափար է, եթե այդպես վարվենք, բայց դա ինքնին մեկուսի չի կարող գործել։ 0% հավանականություն ունի, որ կարող է դա գործել, որովհետև դա ընդհանուր մեր մշակութաբանական հենքի հետ է կապված, ամբողջ մշակութաբանական ընկալման հետ է կապված։ Եթե մեխանիզմի տարբեր մասերը, մեծագույն մասերը չեն աշխատում, դա հնարավոր չէ, որ աշխատի։ Կոնֆուցիոսը ոնց էր ասում, եռացող կաթսայում սառակետեր չեն լինում։ Անհնար է, որ դա ինքնին կարողանա գործել։ Այո, մենք ավելի քան 30 տարվա մեր անկախության, պետականության շրջանում չկարողացանք կայացնել որոշ չափով գոնե ինքնուրույն գործոն եղող չեմ ասում ազատանկախ աշխարհում չկա այդպիսի բան մինչև վերջ ազատ մամուլ լրատվամիջոց, բայց ինքնուրույն գործոն լինող եղող մամուլ չկարողացանք կայացնել։ Դա մեր կուլտուրոլոգիական հենքից է գալիս։ Կապիկի նման նայում ենք ռուսական ORT-ն ու RTR-ը ինչ են անում, փորձում ենք նույնը անել։ Գավառական ոչ միայն, ես հիշում եմ, որ լուսահոգի իմ ընկերը Վահան Իշխանյանը, չասեմ անունը, դա կենթանի է, դրա մասին ասել էր գավառական Սվանիձե, ճիշտ էր ասել,
Այսինքն նայում են այնտեղ Սվանիձեն ինչ է անում, այստեղ իրենք էին դեմոկրատ խաղում, չէ՞ էլի դուք ձերն ունեք, թե չունեք։ Մի հատ տենց հայկական ֆիլմ կա, չէ՞, ապրեցեք երկար։ Այն որ սիրած աղջկան ասելիք չունի, որ նամակներից տեսել է նույնը կրկնում է բալի շուրթերով իմ հեքիաթ։ Դու ինչ կարող ես ասել, դա լավ էր իր տեղում։ Մենք կապկումների մեջ ենք, մի քիչ դադարենք կապիկ լինելուց, էլ տեսեք հայերենը հրաշալի լեզու է, ունի կապկել եւ ընդօրինակել բառերը, մենք չենք ընդօրինակել։ Կապկելը նեգատիվ Այո, այո։ Օրինակելը կարող է օրինակ ծառայել։ Այո։ Մենք հիմա ում ենք օրինակ բերում, ասում ենք օրինակելին ավելին նույնիսկ այնքան լկտիություն ունենք, որ ասում ենք հերոսը հարկատուն է։ Սովորական պարտականություն է։ Ինչ է նշանակում հերոս։ Այնքան տգետ են, որ չգիտեն հերոսն ինչ է։ Մեր քաղաքական էլիտայի մեծագույն ողբերգությունը տգետ լինելն է, որը մայրն է բոլոր չարիքների։ Քանի որ լրագրության մասին խոսեցինք, շատ հետաքրքիր զավեշ տալի ու ցավալի մի պատմություն կա իրական, երբ Օդիոս հայտնի օլիգարխներից մեկին, որ ժամանակին падգամավոր էր, ու լրատվականներ էր ուզում բացել, երբ իրեն հարցրեցին, ասացին, լավ, ինչ տա պետք լրատվական, ամեն ինչ ունես, ցանցեր, խանութներ, գումարներ, падգամավորական մանդատ, լրագրակ, ինչ ես ուզում լրատվամիջոց բացել։ Նա շատ պրակտիկ պատասխան տվեց, ասաց, որ երբ այլ լրատվամիջոցները ինձ չախեն, իմանք էլ իրանց չախեն։ Այ դրանով խնդիրը դա է, ու ես ավելի քան լիահույս եմ, իսկապես հույսն եմ, որ այս օրինագիծը թեկուզ նույն քաղաքասարակության, մամուլի ներկայացուցիչների կողմից ամեն ձևով կառաջ կբրդվի, ու ես իսկապես ուզում եմ, որ այդ ծրագիրը աշխատի, թեև դուք ուզելի ես շատ ես ուզում եմ, որ մենք կարողանանք նաև այդ ծրագրի մասին շատ խոսել, պահանջատեր լինել, ասենք, ինչ եղավ այդ ծրագիրը, այդ օրինագիծը ինչ եղավ, որովհետև նույն լրատվամիջոցն է բարձրաձայնողը խնդիրների պատահական չէ, որ ասում ենք 4 իշխանություն։ Հրաշալի է, ես էլ կուզենամ շատ օդ ու ջրի պես կուզենամ, որ դա գործի, բայց հասկանում եմ, որ տրամաբանորեն դա անհնարին է, ինչու, որովհետև ասում եմ, ժամացույցի մի մեխանիզմը 10 մեխանիզմը, եթե փչացած են, այն մեկը լավացնելով, փոխելով չեք կարող աշխատեցնել։ Պետք է բոլորը յուղել։ Վերադառնանք փչացած մեխանիզմներին։ Իսկ դրանցից մեկը կրկնեմ, ապասովետականությունն է։ Թող վերացնեն գոնե այդտեղից սկսեն, վերացնեն մեր գիտակցության մեջ նստած ազգային հերոսի կոչումը։ Գիտեք, ուկրաինացի դեռ շատ են տառապելու։ Նրանց պատերազմը այս քանի տարի ձգվում է, մեր 44-օրյայի արժեքը չունի։ Եվ ինչու, որովհետև հենց պատերազմը սկսեց դեռևս այնտեղ կային Լենինի արձաններ, այնտեղ խոսում էին ռուսերեն, բնակչության կեսը կամ գուցե կեսից ավելին խոսում էր ռուսերեն, եւ դրա պատասխանը երկնքի առաջ տալիս են երկրի վրա։ Հասկանում եք, ոչինչ իրարից կտրված չէ, մատրիցա է։ Դրա համար մեկուսի առանձին վերցրած օրենքը հրաշալի բան է, ասում այսօր կարծեմ թե ես այդ վերջի հատվածը լսեցի, երբ վարչապետն ասաց, որ կուսակցությունների այդ, չգիտեմ, հետաքննություն էլի, ով լավ ինչով են զբաղված, այս բարձի թողի վիճակը, օրենքի դաշտ պիտի բերվի, թե չէ, շատ լավ բան է ասում, ես վստահ եմ, որ դա չի լինելու, վստահ եմ, որ դարձյալ ունենալու ենք այդ օլիգարխների ասած, որ ուզել են ուղղակի շուն ունենան, երբ իրենց կծում են, ասեն ֆաս, դու էլ գնա նրան կծի, կամ պաշտպանի ինձ, որ հանկարծ չկծեն, այդպես են նայել, ես ինքս 90-ականներին կարծում եմ, թե ամենաաղմկահարույց թերթերն եմ խմբագրել, հա, եւ անկախություն թերթը ԱԻՄ-ի, եւ ազգային պետություն կուսակցության շրջան թերթը, բոլորում շատ վատ բաներ են եղել, հա, խմբագրություն վառել, գալիս ծեծել, հա, ահաբեկել, այստեղ մենակ այդ խիզախությունը զրոյի արժեք ունի։ Այստեղ համակարգը, դարձյալ համակարգը պիտի գործի։ Իհարկե, շատ լավ եք անում, ապրեք, ուրախ եմ, որ այդպիսի լուսավոր հայացք ունեք, որ մենք անընդհատ պետք է ասենք, հետևողական լինենք, որպեսզի այդ խոստումը կատարվի, այդ օրենքը եւ պահանջատեր։ Այո, պահանջատեր լինենք, իհարկե պիտի անենք։ Նաեւ կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ։ Անկախ նրանից, թե ներքուստ մինչև վերջ վստահ ենք դա, որ կիրականանա թե չէ։
Իհարկե մեր Չարենցը լավ է ասում, չէ, որպես անհաս փառքի ճամփա ես իմ մասիս սարն եմ սիրում։ Իհարկե չեմ կարող հասնել դրան, բայց եթե չեմ կարող, դա դեռ չի նշանակում, որ չպետք է գնամ։ Ինչպես որ ասացի, ես իմ տեսակը համարում եմ պարտված Հայաստանում, բայց դա դեռ չի նշանակում, որ ինձ համարում եմ հանձնված, այ հանձնվել չի կարելի։ Կյանքը շարժման մեջ է, ընթացքի մեջ է։ Արտաքին ճակատին վերադառնանք, ՀԱՊԿ պատրաստում է քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դուրս կգանք, եթե իրենք սկսեն։ Սրան եւս հավատում եք, թե չեք հավատում։ Ճիշտ ասած, հավատում եմ մեր եկեղեցու հավատու հանգանակին, որը որդուն երբ Սուրբ Հոգում Նիկոլնով է կամ այդ ՀԱՊԿ-ով է, որ դրանց հավատան, չեմ վստահում դրանց խոսքին, որովհետև հիմա անդիմադիրները շատ գեղեցիկ անում են դա, դրա համար ես ողջունում եմ իրենց։ Դնում են Նիկոլ Փաշինյանի նախորդ ասածը 2 տարի առաջ ասածը, հետո հիմիկվանը, նախորդը հիմիկվանը, դրանք տրամագծորեն հակառակ բաներ են։ Հիմա դուք ուզում եք վստահել, որ Նիկոլը հակադարձել է եւ անել է այդպիսի բան։ Ես էլ ասում, եթե Պուտինը հանձնարարի, ասի Նիկոլ գնա եւ հապկից դուրս արի, դիմումը տուր, որ դուրս ես գալիս, մտիր այդ ընթացակարգի մեջ, որովհետեւ ես Ադրբեջանին եւ Թուրքիային խոստացել եմ էլ ինչ որ բանի դիմաց եւ դրա համար պիտի Հայաստանով վճարեմ, Նիկոլը կամ իր վրա կվերցնի դա։ Ինչպես որ եղել է, բազմից եղել է։ Այս վերջին մի քանի տարվա ընթացքում ՎԿ 44-օրյա պատերազմը, ՎԿ ջերմուկի դիրքերը, Սև լիճը, մենք մեզ վրա ենք վերցնում մեր մեղքը, հա, եւ հետո էլ տեսեք դրա լավագույն բանը մի երկու օր առաջ տվեց վկայությունը տվեց միջև հիմա էլ գլխավոր շտաբի պետ է, որ ասում էր կսովածանան կիչնեն, հա, որովհետև չափման միավորն է ուրիշ, ստամոքսով են չափում, դա ոչնչով չի տարբերվում նրանից, որ բանակի լավը լինելու ապացույց որպես Նիկոլը բերում էր, որ ելակ են ուտում, ուտելու հետ հասկանում եք, նյութականի հետ, ամեն ինչ կապված, ելակ տանք ջահանդամը թե զրահաբաճկոն չեն ունենա, կամ կկռվեն ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում 80-ական թվականների զենքերով, կամ կգնանք ռուսները որպես Չուկչի, մի հատ այդպիսի ֆիլմ կա, չէ, Չուկոտկայի պետը սովետական ֆիլմ է, որպես Չուկչի մեզ կխաբեն, ինքնաթիռը կտային առանց հրթիռների, մենք էլ կգնանք կապիկի նման կողքերը կպտտվեինք։ Իսկ վերջին զինահանդես, ես ուզում եմ, որ մենք դուրս գանք իրացիոնալ այդ զզվանքի կոնտեքստից ու փորձենք գնահատել զինահանդեսը։ Գիտեք, Արդյոք դա որովհետեւ տեղաշարժ չէր, նաև նույն շատերը նույն հասարակության շրջանում նշում էին, որ իրենք առաջին անգամ ողջևորված են, թեկուզ թող լինի, չգիտեմ, հնդկական զենք, բայց թող լինի մերը։ Չեմ վստահում ձեր տեղեկատվությանը, որ շատերը իմ շրջապատում գոնե ոչ ոք այդ կուտը չի կերել, ոչ ոք ում հետ ես շփվում եմ։ Իսկ ես շփվում եմ հաստատ ինտելեկտուալ մարդկանց հետ, ոչ ոք այդ խեղկապակությանը, շքերթին։ Այսինքն դա եւս կրկես էր։ Անշուշտ կրկես էր։ Ուրիշ բան չստացի, որ մենակ վատն եմ ասում, դա իրոք կրկես էր եւ ամոթալի գավառական կրկես էր, բայց օրինակ շատ ողջունում եմ այդ որ եվրոպական երկրներից այստեղ վերաժողովի հավաքվեցին, հրաշալի էր կազմակերպված, ուղղակի փառահեղ էր, որի համար ծափահարել է անհրաժեշտ։ Մենակ էլի քանի որ գեղցի են իրենց վրա վերցրեցին Զելենսկու ասածը, օրինակ իհարկե ոչ վարչապետը, բայց ինչ որ մեկը պիտի ասեր, տղա ջան, Զելենսկուն պատասխաներ, որպես պետական պաշտոնյա, կլներ ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ կամ որևէ նախարար, փոխնախարար, Զելենսկուն հենց հաթաթար, ասել լսի, 2 օր առաջ դու Բաքվում էիր, ինչ այնտեղ այդպեսի բան չասացիր, եկար Երևանում ասացիր։ Երևանցի տղեն դա կհասկանար եւ կասեր թե եթե շիրա ունես, ինչպես վարվիր շիրայիդ հետ։ Նիկոլն թող բռներ դրան գործից հաներ։ Հետո մի երկու ամիս հետո մի հատ շատ լավ գործի կդրեր։ Սա պետության, հասկանում եք, մենք պետության սոլիդություն չունենք։ Մենք պետության մեխանիզմը դեռ չենք հասկացել։ Մենք մտածենք ընդամենը նեղ ինտրիգների մեջ, ինտրիգներով էլ այսպիսի ընտրություններ պիտի լինեն։ Ընտրություններ, որոնք շատ քիչ բանով են տարբերվում, կոսմետիկ բաներով, ոչ էության մեջ նախորդներից։
ասում են, այ այն ժամանակ վատ էր, ես հիշում եմ, կամ էլ նրանք ասում են, այն ժամանակ լավ էր, աննախադեպ խախտումներ են այս անգամ։ Ով ասաց։ Ես Շիրակի մարզի պատասխանատուն էի Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրություններում, հիշում եմ, հենց քվեարկության օրը մեր ուռուցյան հարութին ձերբակալեցին տարան։ Այն նույն բանը Նիկոլն արեց։ Հենց չէ՞ էլի, որ Նիկոլն արել է մի բան, որ նախկինում չի եղել, վատ բաների մասին է խոսքը։ Հենց որ թող Նիկոլի գրպանն էլ պլան չգցեն, ինչպես որ Նիկոլն է պլան գցում իրենից առաջ եղածները, այստեղ խնդիրը գիտեք որն է, որ բոլորը միասին մենթ են, պլան գցող են իրար գրպան։ Այ ուզում եմ այս արժեքը փոխվի, որ մեզ համար վիրավորական լինի մենթ լինելը։ Մենք պետության քաղաքացի լինենք եւ ոչ թե ձևեր թափենք, քաղաքացու օր ենք անում։ Եթե քաղաքացին ինքը չի զգում, որ ինքը քաղաքացի է, իր թիկունքին պետություն կա կանգնած, ինչպես որ արձանագրված էր մեր անձնագրերում, կարծեմ թե նորում չի լինելու նման բան, որ թիկունքից պետություն կա կանգնած։ Պետությունը իմը համար եմ։ Այո, ես իմը համարում եմ։ Ես էլիտաներին իմը չեմ համարում, դրա համար եմ ասում, օտարված եմ եւ ներքին էմիգրանտ, դե չէ երկնքից ուղարկված ընծա է մեր պետականությունը եւ աչքի լույսի պես է պետք բայել, դողալ է պետք մեր պետականության վրա, մենք ուրիշ շանս դժվար ունենանք եւ թող այսօր այդ պետականությունը պահող քաղաքացուն հպատակ չսարքեն, տեսեք երկուսն էլ ինչքան գարշելի են եւ իշխանությունը, ես մի հատ կարգախոս տեսա Նիկոլենս մոտ, որ եթե չեղավ Հայաստան չի լինելու, մոտավորապես սա էր միտքը, թե Նիկոլը վարչապետ չեղավ չի լինելու, նրանք էլ ասում են, եթե Նիկոլն եղավ Հայաստան չի լինելու։ Երկուսի թիրախն էլ էլի այս մեր խեղճ ժողովուրդն է, որ վախի մեջ պահեն։ Վայ աման Հայաստան չի լինելու։ Դե եթե չի լինելու, ինչ անենք, թողենք թռնենք ստեղից։ Փորձում են դրան հանգեցնել։ Ոչ, Հայաստան լինելու է։ Հայաստանը լինելու է ի հեճուկս։ Եվ այսօրվա այդ մանր-մունր իշխանավորների բոլորն են մանր, խուրդա են պարզապես։ Եվ այդ խուրդա անդիմության Այն աստիճանի են անհավատություն մտցրել մեր մեջ, անվստահություն մտցրել։ Մեկն ասես ինձ ձեզ նման հավատալ բառն օգտագործելով ասած հավատում ես, որ Անդրանիկ չգիտեմ ինչան, որ պետական դավաճանության համար բռնել են։ Ասի եթե ուրիշ որևէ մեկն ասեր կհավատայի, բայց որ Նիկոլենք են ասում, չեն հավատում։ Հասկանում եք, այս աստիճանի անվստահություն։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, հարցազրույցի համար։ Ես լիահույս եմ։ Ես վստահ եմ, որ Հայաստանը լինելու է ու կմնա։ Ես էլ։ Ու պատմականորեն մենք այդպես ստացվել է, այն քիչ երկրներից ենք, որ ունի այսօր պետականություն ու դա նշանակում է, որ ինչ որ առաքելություն ունենք ու ես ավելի կամ լիահույս եմ, որ լինելու ենք ու մնալու ենք անկախ։ Բոլոր անցողիկ են, բոլոր հեճուկս սրանց ներշնչելիք վախերի։ Ես չեմ ուզում անդրադառնալ թե ընդդիմությանը, թե իշխանությանը, ես հավատում եմ Հայաստանի լինելուն ու Հայաստանի պետականության ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այդ ներքին ողջախոհությանը, որը միշտ աշխատում է ամենածայր եղբայրին։ Ամեն, շատ ապրեք։ Տաղավարում զրուցեցի հանրային գործիչ Միքայել Հայրապետյանի հետ, շարունակեք իրադարձությունների զարգացմանը հետևել Առաջին լրատվականի եթերում։